Նայեք, այս շամպույնը ես այնքան երկար եմ մշակել, որ ինքը այսպես լինի։ Մի հատ տեսեք, սենց շամպույն դուք երբևիցե չեք օգտագործել։ Տեսեք, սենց կազմություն ունեցող շամպույն։ Ես վստահ եմ, որ դուք ոչ միտեղ ոչ տեսել եք, ոչ լսել եք, ոչ էլ օգտագործել եք։ Հիմա ես իմ նուշի բոլոր պրոդուկտները շատ եմ սիրում, բայց հենց հիմա սա թողել եմ մի կողմ, ու հիմա շատ սենց ակտիվ ձևով փորձարկում եմ այ հենց այս շամպույնը, ու սրա մեջ բացառապես բնական պրոդուկտներ են, ու իրան հենց տարան բացեցիք, պետք է իրան օգտագործեք 6 ամսվա ընթացքում, որովհետև ինքը շատ արագ կարող է փչանալ։ Հոտից էլ դուք մի անգամից կզգաք, որ ինքը բացառապես բնական հումքերով պատրաստված է ու իր մեջ հենց եղինջ է լցված։ Սա իմն է, ես եմ օգտագործում։ Ես ցույց տամ հիմա փակ վիճակում մեր հրաշք շամպույնը, այն չեմ բացի ձեզ ցույց տալու համար, ամբողջը գրված է եւ բաղադրություն եւ օգտագործման եղանակը եւ որտեղից կարող եք ձեռք բերել։ Մի խոսքով, սա եղինջով տարբերակն է։ Ունենք սրա նանայով տարբերակը։ Ինչի համար նախատեսված նանայով տարբերակը։ Ամռան շոկին շատ հաճախ մեր գլխամաշկը քրտնում է ու իրականում այդ քրտնելու պատճառով շատ արագ կեղտոտվում մազերը կամ յուղոտվում ու դրա համար վերցնում եք նանայով տարբերակը։ Ինչպես նաեւ ունենք սրա ռոզմարինով տարբերակը, դե ռոզմարինի մազերի աճեցնելու ուժի մասին ընդհանրապես չխոսամ, հա, ինքը դադարեցնում է մազաթափությունը, թեփը, շատ լավ սնուցում է գլխամաշկը, ինչպես լիքը նորաճած մազեր ունեմ, որովհետեւ այս ընթացքում որ մանավանդ մեր սկրաբը շատ ակտիվ կերպով օգտագործեցի, լիքը նորաճած sense կարճ մազեր կան, որ ֆենում եմ ինքը ավելի արտահայտիչ երևում է։